Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանն ու Եվրոպան դեռ չէին ստորագրել գործընկերության օրակարգը ռազմավարական դարձնելու փաստաթուղթը, երբ Ալիևի օգնականներից Հաջիևը բրյուսելյան պարբերականին ասաց, թե ուզում են, որ Եվրամիությունն իր մասնակցությունն ունենա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականում Ամերիկայի նախագահի պատվին կոչված Սյունիքի թրիփ Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղու ծրագրին, որը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Այն նույն Եվրամիությունը, որի անզեն դիտորդների Գոտու պարեկությունից հրաժարվելու պահանջ էր Բաքուն Երևանի առաջ դրել խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու համար։ Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է փոխադրվելու։ Ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտվելու է 2026 թվականին։ Բաքուն ուրախ կլինի Եվրոպական միությանը ևս տեսնել տրանսպորտային այս հանգույցում։ Մինչև Բաքուն կիսվեց իր ուրախությամբ Եվրամիության պաշտոնյան ընդլայնման քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Կոսը մեր երկրի գլխավոր դիվանագետի Միրզոյանի հետ լրագրողների հարցերին պատասխանելիս խաղաքարտեր բացեց, պարզվեց Սյունիքի երթուղի գալու համար նույնիսկ բանակցություններ են արդեն վարում, բայց ոչ թե Երևանի եւ Վաշինգտոնի հետ, ինչպես օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղության կուլմինացիայից հետո ի պատասխան Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքի պնդումն էին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, այլ Բաքվի ու Անկարայի։ Այս ասուլիսին էր նախորդել Հայաստան-Եվրոպա գործընկերության ռազմավարական հռչակագրի ստորագրումը, ինչին էլ արձագանքելիս Բաքուն կոշտացրեց հռետորաբանությունը։ Պնդեցին, թե այս փաստաթուղթը հակասում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Ավելին փաստաթղթի այն բաժնում, որը նվիրված է Եվրամիության տարածաշրջանում կարգավորման գործընթացներին հնարավոր ներդրմանը, միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, արագ եւ արդյունավետ իրականացմանն աջակցելու վերաբերյալ դրույթի ներառումը հստակորեն ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջները։ Բաքուն հիստերիայի մեջ է, որովհետև այս փաստաթղթում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր ձևակերպումը կա։ Ալիևը մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ մաշված դիվանագիտությունն է շարունակում։ Սկզբում եվրոպական առաքելությանը Հայաստանից վտարելու պայման դնում, հետո ուզում, որ նրանք գան թրիփ։ Ավելի ուշ թե հայերի ու եվրոպացիների քաղցրացող բարեկամությունը վնասում է խաղաղությանը։ Ադրբեջանական լուսինն այդպես էլ տեղը չի գտնում եվրոպական աստղերի կողքին։ Իրենց դուրեկան չի այն փաստը, որ Հայաստանին հաջողում է ինչ-որ հարցերում նաև Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով բանակցել եւ հասնել դրական արդյունքների այդ պայմանավորվածությունների ընթացքում։ Դրա համար իրենք փորձում են հնարավորինս անընդհատ ճնշման տակ պահել։ Իսկ ամեն ինչ ֆինանսավորելու հնարավորություն չունեցող եվրոպացիները, ինչպես բանաձևել էր հենց ինքը եվրաչինովնիկ Կոսը, ի վերջո կգան Սյունիք, կունենան իրենց մասնակցությունն ամերիկյան երթուղու մասնագետի համոզմունքն է։ Իրենց համար այս ծրագիրը հնարավոր է լավագույններից է։ Ռուսաստանը շրջանցելով Կենտրոնական Ասիա հասնելու համար։ Հարևան Վրաստանը քայլ առ քայլ հեռանում է նրանցից։ Իրանի հետ չպարզած հարցեր կան։ Հայկական ճանապարհն ամենահարմարն է։ Փաշինյանը Մոսկվայում նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ տնտեսական կապերի ընդլայնումը, ազատ առևտրի նոր համաձայնագրերը եւ տրանսպորտային գործակցության խորացումը։ Նա ընդգծել է, որ հաղորդուղիների ապաշրջափակումը կարող է մեծացնել առևտուրը եւ ողջունել է Ադրբեջանի Հայաստանի ուղղությամբ տարածքը բացելու որոշումը։ Փաշինյանը կարևորել է նաեւ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը, պարենային անվտանգությունը, թվային համակարգերի ներդրումը եւ կիբեր անվտանգության ոլորտում միասնական մեխանիզմների զարգացումը, նշելով, որ Հայաստանը պատրաստ է սերտ գործակցության։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է, օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆայևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Վառելիքի հետ կապված հետագա ընթացքը արդեն մասնավոր արտահանողների եւ ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական, հայտարարել է փոխվարչապետը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլլերը գոհունակությամբ հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դրական զարգացումներին։ Այդ երկրի պետական հեռուստատեսության փոխանցմամբ թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել եւ աջակցել գործընթացի կայուն ավարտելու ջանքերին, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանը եւ բարգավաճմանը։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Mountain Watch Org կայքն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացած մշակութային ժառանգությունը եւ վերադարձի իրավունքը միջազգային կոնֆերանսին, Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթին, ով մեղադրել է Հայաստանին իբր ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, հատկապես սրբավայրեր եւ գերեզմաններ։ Այնուամենայնիվ հայկական կողմը փաստում է, որ մեծ մասը լավ պահպանված է, բազմաթիվ գերեզմանների վրա երևում են հայկական ակադեմիական ուսումնասիրություններ ու պատմական տեղեկություններ, իսկ ադրբեջանական մեղադրանքները հիմնավորված չեն եւ խեղաթյուրում են պատմությունը։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի իրավանդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան։ Նրա խոսքով կազմակերպությունում գործընկերների ակտիվ, նորմալ, լիարժեք աշխատանքի վերսկսման համար խոչընդոտներ չկան։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ անդամակցության որոշակի սառեցմանը, ապա միավորման նորմատիվ իրավական բազայում նման ձև նախատեսված չէ։ Մենք տեսել ենք եւ շարունակում ենք յուրօրինակ բառախախ տեսնել։ Մեկ ՀԱՊԿ-ը իբր դուրս է գալիս Հայաստանից, մեկ Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից։ Հայաստանի ղեկավարության առանձին ներկայացուցիչներ նման հայտարարություններ են հնչեցնում։ Ղազախստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտ կհաստատվի։ Աշխաբադում կայացած ֆորումում Կասիմ Ժոմարթ Տոկաևը նշել է, թե օգոստոսին երկու երկրների միջև հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի եւ լայն հեռանկարներ է բացել Հարավային Կովկասում եւ դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը երկարաժամկետում ստիպված կլինի ընտրել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև, քանի որ այդ երկու միավորումներում միաժամանակ անդամակցությունը ըստ նրա անհնար է։ Նա նաեւ նշել է, որ ռուսական բիզնեսը ավելի զգուշավոր է դարձել, ինչի հետևանքով Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը այս տարի նվազել է անցյալ տարվա 12.4 միլիարդ դոլարից, հասնելով մոտ 6 միլիարդի։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է։ Եթե անցած տարի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտուրը կազմել է 12.4 միլիարդ դոլար, ապա այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար։ Սա շատ զգալի անկում է։ Ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց։ Հակակոռուպցիոն վերաքննիչը մերժել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի, նաև դատախազության ներկայացրած բողոքները։ Կարապետյանը կշարունակի մնալ կալանավորված։ Նրա փաստաբանները հանդիպել են լրագրողների հետ եւ տեղեկացրել, որ վերաքննիչը փաստացի համաձայնել է առաջին ատյանի դատարանի հետ, թե գործին խոչընդոտելու ռիսկ կա, մինչդեռ պաշտպանները վկայակոչում են մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների հնարավորության մասին։ Գրավի հարց քննարկվում է, երբ որ ենթադրյալ մեղադրանքի պայմանը կալանքի միջնորդության շրջանակներում հաղթահարված է, այսինքն հիմնավոր կասկած առկա է լինում։ Այս դեպքում մենք ընդհանրապես դրա այդ գործ չունենք։ Բայց այո, հարկադրված դա ենք միջնորդում։ Իդեպ միջնորդել ենք նաև թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացարձակ վստահություն, շուրջ 77.7%։ Այս մասին վկայում են Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության նոր սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Քաղաքացիների մեծամասնությունը հավանություն է տվել Մայր եկեղեցու գործունեությանը, շուրջ 63.3%, իսկ 14.4%-ը եկեղեցուն ավելի շատ հավանություն է տալիս։ Հայ առաքելական եկեղեցին զիջում է միայն Հայաստանի Հանրապետության բանակին, հարցվածների 63.7%-ը լիովին հավանություն է տալիս բանակի գործունեությանը, իսկ 18.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս եւ ընդհանուր կազմում է 81.8%։ Հայ առաքելական եկեղեցու գնահատականը կա, տեսնում ենք, որ գրեթե 80%-ը դրական է վերաբերում հայ առաքելական եկեղեցուն։ Կա նաեւ վերաբերմունք, թե ինչ է կատարվում, նույնիսկ ինչ-որ ձևով կարելի է դա նաև չեմ կարծում, որ տենց պետք է անջատ դիտարկել կաթողիկոսին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Իսկ կարծում եմ, եթե կաթողիկոսի աշխատանքը լինի վատը, այսպիսի գնահատական չի լինի հայ առաքելական եկեղեցուն։ Կառավարությունը ներկայացրել է վարչական դատավարության օրենսգրքի փոփոխություններ, որոնք նպատակ ունեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Վերաքննիչ բողոքների մեծ մասը կմնա գրավոր կարգով։ Դրանց քննության համար սահմանվում է 6 ամսվա ժամկետ, իսկ պետական մարմինները չեն կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամ տուգանք ունեցող ակտերը։
Զինվորական ծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովի ընտրելով հետևյալ 5 տարբերակներից մեկը՝ անցնել 24 ամիս պարտադիր զինվորական ծառայություն, ծառայել 12 ամիս եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ, զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Կառավարությունը հավանություն է տվել այս փոփոխություններին։ Իշխանական падգամավորի շրջանառած օրենքի նախագիծն է, որով նախատեսվում է ընդլայնել նախորդ օրենքի ընձեռած հնարավորությունները։ Այն ազգային ժողովում կքննարկվի 2026 թվականի հունվարին։ Քաղաքագետի դիտարկմամբ, սակայն, ժամկետի կրճատումը ուղիղ ազդեցություն է թողնելու բանակի թվակազմի կրճատման վրա, որի արդյունքում բազմաթիվ խնդիրների կբախվենք։ Հաշվի առնելով հանրապետությունում դեմոգրաֆիկ վիճակը, ապա մենք կտեսնենք, որ այն նաև ազդելու են բանակի մարտունակության վրա, որովհետև մենք չենք կարողացել լիովին անցում կատարել այն պրոֆեսիոնալ բանակի մոդելին, որի մասին խոսվում է, գործ ունենք բանակի թվակազմի էական կրճատման հետ, որը ուղեկցվում է քաղաքական շահի հետ։ Քաղաքական շահը հասարակությանը ցույց տալ, որ իբրև թե ժամկետի կրճատմամբ ձեր զավակները ավելի քիչ ժամանակ են ծախսելու եւ սա դարձնել որպես քաղաքական նախընտրական պրոդուկտ, որով քաղաքացին պետք է ընտրի նոր իշխանություն։ Սա այն քաթեթի մեջ է դրվելու, որով փորձ է արվելու հայցել ժողովրդի քվեն։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է Փաշինյանը, որոշվել է, որ Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին հայտարարել է Գևորգ Պապոյանը։ Նախարարը հավելել է, որ այդ քվոտաների բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակվեն։ Պարզաբանելով որոշման մանրամասները, նախարարը ասել է, որ 26 թվականի հունվարի 1-ից 15000 էլեկտրոմոբիլ, այդ թվում հիբրիդային էլեկտրոմոբիլ, կարող է Հայաստան ներմուծվել առանց մաքսատուրք։ Պապոյանը հիշեցրել է, խոսքը գնում է 2024, 25, 26 թվականների արտադրության էլեկտրոմոբիլների մասին։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն առաջարկություններ ներկայացրել 63-ից 65 տարեկաններին ներառել առողջության ապահովագրություն ստացողների ցանկում, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներին մինչև 23 տարեկանը եւ երկկողմանին մինչև 26 տարեկանը։ Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Ավանեսյանը, ներկայացնելով ու հայտարարել, որ առաջարկը չի ընդունվել, քանի որ բյուջեն արդեն 2026 թվականի համար առողջապահության ապահովագրության հաստատվածը եւ 27 թվականին կդիտարկեն առաջարկը։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ փոփոխվել է առողջապահական ապահովագրման համակարգի ներդրման ժամկետը։ Այն հունվարի 1-ի փոխարեն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից, բայց կփակի նաեւ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսները։ Միակողմանի ծնողազուրկը, որը ոչ նպաստա, որտեղ հիմնականում միակողմանի ծնողազուրկ ուսանող երեխաների ընտանիքները արդեն հաշվառված են Փարոս համակարգում եւ արդեն նպաստառում են եւ կօգտվեն այս համակարգից։ Այնտեղ շատ փոքր թիվ է մնում, 1000 չի հասնելու, 1000-ի կարգի չի հասնելու եւ մերժել այս խմբին, ինձ թվում է այդքան էլ ճիշտ չի։ Ես առաջարկում եմ մենք ուրեմն մի հատ եւս այն ինչ որ դուք այսպես ուսումնասիրություն արել եք եւս աշխատանքային կարգով էլի փոխանցեք, միասին բանի մեջ կլինենք։ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Այդ մասին հայտնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք։ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների եւ էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումը արգելվել է։ Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6-ից 14%-ով բարձրացնում է սովորողների առաջադիմությունը։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով, ուսուցչի հրահանգով դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար։
Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի եւ զինանշանի գույները ու դարձնել կապույտ։ Facebook-յան էջում այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության նախին պետ Հովսեփ Կուբատյանը։ Նա նշել է, որ հարցը ներառված է Երևանի ավականու դեկտեմբերի 23-ի նիստերի օրակարգում։ Կուբատյանը կից հրապարակել է նաեւ քաղաքապետարանի հիմնավորումը։ Դեկտեմբերի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում 50-ամյա խաչատուրը Opel Vectra-ով վրաերթի է ենթարկել կնոջ։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Դեպքի վայրում են գտնվում նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Դեկտեմբերի 11-ին Դավթաշենի կամրջի վրա բախվել են Կիան ու Նիսանը։ Վերջինը կողաշրջվել է ու հայտնվել դեպի Եղվարդի խճուղի տանող երթևեկելի գոտում։ 3 հոգու, այդ թվում 2 երեխայի, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։ Տեղում էին փրկարարծառայության Երևանի թիվ 12 շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Պարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած վիրավորների ինքնությունը։ Իմ տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։ Երևանի թիվ 1 շեջ փրկարարական ջոկատի փրկարարները 500 մետր ոտքով դին մեծ դժվարությամբ դուրս են բերել։ Տեղում էին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, հանգամանքներն էլ պարզվում են։ Մահացածի ինքնությունը իմ տեղեկություններով արդեն պարզել են ում 2 օր է որպես անհետ որոնվում էր ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից։ Դեկտեմբերի 11-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հյուրանոցի սենյակներից մեկում կասկածելի պայթուցիկ կա։ Փրկարարծառայության սակրավորները, համայնքային ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայողները վնասազերծել են այն, որն իրենից վտանգ չի ներկայացրել, ինքնաշեն է եղել, հանգամանքները պարզվում են։ Սա վնասազերծին տարան էլի։ Կարևորը պայթուցիկ չէր։ Հակասանիտարական վիճակ է Մասիսի համար 6 հիմնական դպրոցի հարևանությամբ 160-ից ավելի երեխա ամեն օր ստիպված է լինում անցնել այս հատվածով, շնչել գարշահոտը, իսկ խնդիրը երկար ժամանակ է չի լուծվում։ Սարսափելին է, որ վիոլան եկել է ամսի 2-ին, այս ջուրը քաշել է, ես ամսի 20-ին համակ եմ գրել վիոլային, եկել է այս ջուրը քաշել է, այստեղից էլի, այդ հատվածը մաքրել է, իրանց գնալուց հետո կես ժամ հետո սկսվել է այս հոսքը ավելի արագ։ Գոյուղատարերը խցանվում են ու դիտահորերից դուրս եկող գոյաջրերը ողողում են ամբողջ տարածքը, արդեն մի քանի տարի։ Դպրոցի տնօրենն է բազմիցս դիմել թե Վիոլիաջուր եւ թե Արարատի մարզպետարան, բայց սա էլ որևէ կերպ տեղից չի շարժվում։ Դրանց հետո դիմել եմ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն, պատասխանը ստացել եմ, որ ներդրումային ծրագիր պիտի ներկայացվի։ Մեծ գործ է, այդպես 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոնի հարց չէ, էլի բավական ծավալուն աշխատանք պիտի տարվի, դրա համար նախատեսված չի եղել, էլի հիմա կարծում եմ, որ կնախատեսեն։ Մենք էլ մի քանի անգամ դիմել ենք Արարատի մարզպետարան, մարզպետը խոստացել է, որ խնդիրը կլուծվի, իրենց ուշադրության կենտրոնում է, բայց հարգելի մարզպետ, այս անգամ չեմ հավատում ձեզ։ Ինչքան էլ որ ցուրտ է, միևնույն է գարշահոտը զգացվում է, համաճարակի վտանգ կա։ Բնակիչները պատասխանատուներին զգոնության կոչ են անում, հորդորում արագ ու գործուն քայլեր ձեռնարկել։ Հոկտեմբերի 27-ին էր, որ Հայանիստից դեպի Հովտաշատ գյուղ տանող հատվածում ավազով բարձված բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կողաշրջվել էր։ Հաշվի առնելով վտանգավորությունը այդ օրվանից երթևեկությունը դադարեցվել էր։
Հիմա կամուրջն ամբողջությամբ նորոգված է, երթևեկությունը երկկողմանի բաց։ Կառավարության ֆինանսավորմամբ կարևոր նշանակություն ունեցող այս կամուրջն այլևս վտանգավոր չէ երթևեկության համար։ Իմերնես ներքում բան են անում, չէ՞։ Հա։ Նախորդը նախատեսված էր 60 տոննա քաշ ունեցող բեռնատարների համար, հիմա 120։ Բայց մասնագետները խնդրում են, որպեսզի որոշ վայ բեռնատարների վարորդներ պահպանեն անվտանգությունը եւ երթևեկեն սահմանված քաշով։ Պատասխանատուները վստահեցնում են կամուրջը դեռ տասնյակ տարիներ կծառայի քաղաքացիներին եւ որ ամենակարևորն է կլինի անվտանգ։